Հայտարարագրման ենթակա են 300,000 դրամը գերազանցող միանվագ փոխանցումները։ Այնուամենայնիվ, հայտարարագրերում առկա շեղումների դեպքում հարկային մարմինը իրավասու է պահանջել պարզաբանում։ Օրինակ, 2024 թվականին ստացել 50 միլիոն դրամ, բայց հարկայինի կողմից նախադրացած տվյալներով երևում է, որ եկամուտներ կազմում են 30 միլիոն դրամ։ Բնականաբար ակնհայտ է 20 միլիոն դրամի շեղում։ Հիմա եթե 20 միլիոն դրամի շեղումը առաջացել է օրինակ մանր գործակներից, որոնք ըստ էության ցածր են եղել 300,000 դրամից, ամեն դեպքում այդ շեղումը առաջանալու է եւ ստացվում է ես հայտագիրը սխալ եմ լրացրել ու կարող է այնպիսի դեպք լինել, որ ինչ-որ մեկը ընդամենը 300,000 դրամի շեղմով հայտարարել լրացնի, բայց իր մոտ բոլորը լինեն 200,000-ից ավելի բարձր գործակներ ու ինքը սխալ լրացնի։ Այսինքն կարող է ստացվել այնպիսի դեպք, որ իմ դեպքում 20 միլիոն դրամ շեղում լինի, սխալ լրացածել եմ, բայց ես պատասխան չենթարկվեմ, որովհետեւ իմ գործակները բոլորը 300,000-ից ցածր են եղել, ինչ-որ մեկի մոտ ընդամենը շեղումը լինի 50,000 դրամ, բայց ինքը պատասխան ենթարկվի, որովհետեւ իր մոտ իրականում բոլորը եղել են 200,000-ից բարձր։ Բաժանորդագրվեք Իրավաբան.net-ի սոցիալական հարթակներին հետագա նորություններին տեղեկանալու համար։